Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, ամենաթեժ ու հետաքրքիր սերիալները դեռ առջևում են։ «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալը համարվում է հայկական սերիալ արտադրության ամենառեյտինգային նախագծերից մեկը։ Յուրաքանչյուր օր բազմաթիվ մարդիկ դիտում են, քննարկում հեռուստասերիալի հերթական սերիաներն ու իրադարձությունները։ Հեռուստասերիալում նկարահանվող դերասաններն ամեն ինչ անում են, որպեսզի հեռուստասերիալն էլ ավելի դիտարժան ու հետաքրքիր դառնա։ Հեռուստասերիալում նկարահանվող դերասանները սիրված են հեռուստադիտողների կողմից։ Պատճառներից մեկն է, որ հեռուստասերիալը այդքան դիտված է։ Շատ շուտով հետաքրքիր անակնկալներ են սպասվում հեռուստադիտողներին։ Ելենա Արշակյանն ու Անահիտ Մխիթարյանն ամեն ինչ անում են, որպեսզի հեռուստադիտողները մի քանի վայրկյան ուղղակի կտրվեն առօրյա հոգսերից ու դիտեն հեռուստասերիալը։ Նարէն այստեղ ներկայացված է որպես ուժեղ կնոջ կերպար, և հեռուստադիտողները գտնում են, որ վերջապես հայ կնոջը, հայ աղջկան ուժեղ կերպարով են ցույց տալիս, ոչ թե նվնվան ու իր հարցերը լուծել չկարողացող։ Նարէն դեմ է գնում բոլորին, հատկապես իր ընտանիքի անդամներին։ Նա հորն ասաց, որ ամեն ինչ կանի, որ երջանիկ լինի, և չի պատրաստվում Արմոյի հետ ամուսնանալ, քանի որ չի սիրում, չնայած այն բանին, որ հայրն ասում է, որ ամեն ինչ կանի, որ նրանք միասին լինեն, ու իր տունը մանկապարտեզ չէ, խաղողապար չէ, նա մատանի է դրել Նարէի մատին ու պարտավոր է Նարէն մինչև վերջ հավատարիմ մնալ Արմոյին։ Նարէն մորը ճիշտ նշեց։ Ինչպես որոշեցին Լալայի, այնպես էլ Արփիի ճակատագիրը և հերթը հասել է Նարէին։ Լալային Սաքոն դուրս հանեց տանից կեղծ պատվախնդրության համար, ինչ թե հարևաններն ասացին, որ նրան տեսել են Աշոտի հետ։ Առանց որևէ խոսքի ու առանց որևէ լսելու նա ուղղակի քրոջը դուրս հանեց տանից։ Նույնն էլ Արփիի պարագայում։ Առանց Արփիի ցանկությունը հաշվի առնելու որոշեցին, որ նա պետք է ամուսնանա Սաքոյի որդու հետ, և հետևանքները բոլորին արդեն պարզ են։ Ինչպես Նարէն է մորն ասում, հիմա էլ հերթը իրենն է։ Այո, եթե Նարէն ուժեղ չգտնվի, ապա նրա հայրը Սաքոն ամեն ինչ կանի, որ Նարէն ամուսնանա Արմոյի հետ, նախ նրա համար, որ հեռու մնա Հայկից, և երկրորդը նրանց ունեցվածքի մի մասը հենց Արմոյի անունով է, և Սաքոն շատ լավ հասկանում է, որ եթե Նարէն չհամաձայնվի ամուսնանալ Արմոյի հետ, ապա նրանք կկորցնեն իրենց ունեցվածքի մեծ մասը։ Սաքոն այդպես թողնել չի կարող։ Հեռուստասերիալում իրադարձությունները նաև Հայկի ու Միքոյի շուրջ են ձևավորվում։ Հայկը փնտրում է եղբորը, ով, ինչպես պարզ է դառնում, բավական մեծ խնդիրների մեջ է ընկել։ Նա Մոսկվայում է, որտեղ ծեծկռտուքի մեջ է հայտնվել, բայց ինչ-ինչ պատճառներով չեն բողոքել, ու նա հասցրել է դուրս գալ Մոսկվայից։ Բայց թե որտեղ է գտնվում, Հայկը մինչև հիմա կասկածում էր, որ Միքոն կորցրել է հիշողությունն ու որոշել գնալ հոր մոտ։ Ինչու է կորցրել հիշողությունը, որովհետև Հայկը կարծում է, որ հայրն իրենց մենակ է թողել ու հեռացել, ու իր համար նա ուղղակի մեռած է։ Բայց հայրը մեռած է բառիս բուն իմաստով, ոչ թե փոխաբերական, քանի որ հեռուստադիտողներին առաջին սերիաներից էլ պարզ դարձավ, որ Սաքոն նրան սպանեց ու անտառամիջում ինչ-որ մի հատվածում թաղեց Արփիի հոր հետ, որն էլ դարձավ նրանց պատասխան տալու պատճառը։ Հայկը փնտրում է եղբորը, դեռ ոչ ոք չգիտի որտեղ է Միքոն, ինչու է հայտնվել այդ մարդկանց մոտ, բայց Սոնայի հայրն ասում է, որ ինչ-որ 50 տարեկան տղամարդու մոտ է։ Սկզբում Հայկը կարծում է, որ այդ 50 տարեկան տղամարդը կարող է իր հայրը լինել, բայց Սոնայի հայրը նրան հիասթափեցնում է, ասելով, որ իր հայրը չկա։ Արդյոք Սոնայի հայրն ունի տեղեկություն, որ Աշոտը մահացած է։ Հնարավոր է արդյոք Միքոն հայտնվել է Լալայի, Սաքոյի քրոջ մոտ, իսկ նա էլ բացահայտել է գաղտնիքը։ Միքոն էլ պատմել է Սոնայի հորը, դեռ ցույց կտա ժամանակը։ Հեռուստասերիալում ամեն ինչ դեռ խճճված է, և շատ շուտով հանգուցալուծումը կտրվի։ Դե իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին։
Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք ամենահետաքրքիրը։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք, թե այս սերիալում որ դերասանին ու որ կերպարին եք ամենաշատը հավանում և որ դերասանի ու կերպարի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ մենք ձեզ խոստանում ենք, որ հետագա տեսանյութերը լի են լինելու ամենահետաքրքիր բացահայտումներով ոչ միայն դերասանների, այլև հեռուստասերիալում ընթացող ինտրիգների մասին։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է։